Հայը ըլլա Տաճկաստան, ըլլա Կովկաս, Պարսկաստան կամ ուրիշ տեղ իր կյանքը պահպանելու մեկ միջոց միայն ունի, մեկ պաշտպանմը, այն ալ զենքն ու զինավարժությունն է։ Մարդ ոչ հերոս, ոչ ալ կռվող կծնի, զենքն է, որ մարդուն կռվելու ընդունակություն կուտա եւ դիմադրության ոգի կստեղծե անոր մեջ։ Անոնք, ով կսպասեն, թե մեր նոր սերունդները առանց զենքի ընտելանալու, առանց զինավարժության պարապելու վաղը կռվողներ պիտի դառնան, տղայական մտայնությունն է, որ կհայտնեն, ուրիշ ոչինչ։ Այդ կերպով եթե դարեր ալ սպասենք, նորեն երկչոտներ, ստրուկներ պիտի մնանք եւ նորեն մեր կյանքն ու պատիվը պիտի ըլլան օտարի ձեռքի խաղալիք։ Անդրանիկ Կոզանյան, 1905 թվական։ Մեր ամենաժողովրդական հերոսը Անդրանիկ Կոզանյանը տակավին պատանի որդեգրվեց ազգային ազատագրական շարժմանը։ Իր ծննդավայր Շապին Գարահիսարում 1885 թվականին միացավ նոր ստեղծվող ինքնապաշտպանական խմբերին, դարձավ ականավոր հայդուկներ Աղբյուր Սերոփի, Հրայր Դժոխքի, Գևորգ Չաուշի, Սեբաստացի Մուրադի, Սև Քարեցի Սաքոյի շատերի զինակից դումարտական ընկերը, ղեկավարեց կամավորական գնդեր, բազմաթիվ կռիվներում փայլուն հաղթանակներ տարավ, արժանացավ նաև գեներալ-մայորի կոչման, բարձր պարգևների, բայց միշտ ըստ էության մինչև կյանքի վերջը ապրեց իբրև հայդուկ, ազգի նվիրյալ հայդուկապետ։ Սովորել էր ընդամենը Շապին Գարահիսարի Մուշեղյան նախակրթարանում եւ ապա գործի անցել օգնելու ատաղծագործ հորը։ Հայրենասիրության, ազգասիրության դասեր առել էր Նազարեթ քահանա Քիփարյանի եւ հնչակյան գործիչ Հաջի Պետրոսի հետ շփումներում։ Պատանեկան տարիքից արդեն ընկերների մեջ առաջնորդի դերում էր։ Մեծ տենչ ուներ նախաձեռնելու, իշխելու եւ հրամայելու։ 1905 թվականին, երբ Բուլղարիայում էր եւ ապրում էր արևմտահայ գրող Ռուբեն Զարդարյանի տանը, վերջինիս հորդորով էլ գրում է Մարտական հրահանգներ խորագրով գրքույկը, ուր այսպիսի խոստովանություն կա. Ես ոչ զինվորական վարժարանիմը ընթացքը ավարտած եմ, ոչ ալ մասնագիտական ճյուղը մշակած, հետևաբար հավակնություն չունին երբեք մասնագիտական գործը ներկայացնելու իմ հայրենակիցներուս։ Կյանքը ինքն է եղած իր փորձություններով իմ, ինչպես նաև իմ շատ ընկերներուս դաստիարակ։ Անդրանիկի մեծությունը հարադեվեց եւ հասավ Արցախյան մեծ գոյամարտին։ Նա Արցախի զինվորների հայրը եղավ։ Ֆիդայիներով սկսեց Արցախյան պատերազմը սկսեց ֆիդայիներով։ Իհարկե ֆիդայիներով միայն չվերջացավ, բայց ֆիդայիներով սկսեց։ Իսկ նա ամենամեծ ֆիդային էր։ Նրան սովորեցնում էր կռվել ֆիդայաբար, անդրանիկաբար, նա այս էր սովորեցնում նրանց։ Եվ այդ փորձը մի հսկայական փորձ էր, որ նա ունեցավ այդ զինվորների վրա, որոնք նրանով ճոգատներ ունեին, նրանով կռվում էին, նրանով հաղթում էին, նրանով էլ հայում էին թշնամուն, որին հաղթեցին եւ բռնեցին Արցախյան սրբազան հորը։ Իմ նախնիները ծնվել են Սասունում, հայրս, մայրս նույնպես, եւ մեր տանը այդ զրույցը շատ կար, այսինքն Փաշան բերեց, Փաշան տարավ, ուրեմն Փաշան եկավ, մտավ էս յուղ է, սարեց, Փաշան էնա, այսինքն Փաշայի հետ շատ այդպիսի պատմություններ կային եւ դա ոչ թե միայն որպես ազգային հերոսի էր մասին էր Անդրանիկ Զորավարի մասին էր խոսքը, այլ իրեն սասունցիները զուգակցում էին, միացնում էին էպոսի հետ, կարծես Անդրանիկը էպոսի հերոս էր, այսինքն էպոսից էր գալիս։ Օրինակ ասում էին, պատմություններ էին պատմում Անդրանիկի մասին, սարսափելի շատ։ Օրինակ, որ ինքը դիրքերի առջևից գնում էր, մեր մեծերը պատմում էին, Անդրանիկը ասում էր՝ կրացեք, կրակում են, կրացեք եւ այլն, ինքը չէր կրանում։ Այսինքն իրեն գնդակները ոչինչ չէին անում։ Եվ ուրեմն երեկոյան, երբ որ ինքը շապիկը հանում էր, այդ պատրոնները ուրեմն խշալով թափվում էին գետնին։ Այսինքն էպոսոտված հերոս էր ինքը սասունցիների համար, Արևմտյան Հայաստանի համար։ Հայդուկապետ, ազգային ոգի, ազգային հպարտություն, վերջապես զորավար, ով իզորու էր միավորելու մի ողջ ժողովրդի, խեղճ ու կրակ մի ժողովրդի, որ պատրաստ էր ոչ միայն իր պատիվը պահելու,
հայ կանանց ու երեխաներին, ծերերին ոչնչացնելու պարագային, այլ նաև ազատագրելու այն սահմանները, որ ի վերուստ հայինն էին։ Զենքով պատիվը, արդարությունը պաշտպանելու գաղափարը, հայդուկային շարժման բանաձևը շարժումից տարիներ առաջ տվել էր Գարեգին Սրվանձտյանցը։ Եվրոպական իրավագիտությունը կպատվի նախ զենքը ձեռին ունեցողը, ապա լուսավորյալը։ Վահան Թոթովենցը զորավար Անդրանիկի քարտուղարն ու կենսագիրը տևականորեն գրի առել, ապա հրապարակել է հայդուկապետի շատ խոսքեր։ Պետք է սուրով հասկացնել թուրքին, որ իրավունք չունի ուրիշի սեփականությունը կողոպտելու, մարդկանց եւ ամբողջ ժողովրդիմը արդար իրավունքները բռնաբարելու։ Թուրքական պատմագրությունը շարունակում է պնդել, որ ֆիդայական հայդուկային շարժումը դա խորտ երևույթ էր, դրա համար չկային սոցիալ-քաղաքական նախադրյալներ Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում, այսինքն Արևմտյան Հայաստանում, եւ դա արհեստականորեն արևելյան Հայաստանից բերված շարժում է։ Մինչդեռ Բերլինի վեաժողովից հետո դեպքերի ուսումնասիրությունը բերում հանգեցնում է այն համոզման, որ դրանից հետո շատ ավելի անտանելի ու անելանելի դարձավ արևմտայության վիճակը եւ այդ օրհասական վիճակն էր, որ կյանքի կոչեց հայդուկային ֆիդայական շարժումը։ Եւ ամբողջ այդ ընթացքը ի վերջո չունեցավ այն ցանկալի արդյունքն ու հետևանքը, որին սպասում էր հենց նույն ֆիդայական շարժման վերնախավը, սպասում էր ողջ հայ ժողովուրդը։ Ամբողջ խնդիրն այն է, որ ֆիդայական շարժումը զուտ պարտիզանական անհատական պայքարից համաժողովրդականի չկարողացավ վերածվել, որովհետև դրա համար կային պատճառներ։ Երբ այս ամբողջը փորձում ես անհատ ֆիդայիների գործունեության հետնախորքի վրա ուսումնասիրել, այդ թվում նաև Անդրանիկի գործունեության, դու համոզվում ես, որ այստեղ անհատական պայքարը առաջին հերթին ոգեկոչելու, ոգեշնչելու ազգագրական պայքարի նոր լիցք հաղորդելու նպատակ էր հետապնդում։ Ինչ էր ասում Անդրանիկը։ Յուրաքանչյուր ֆիդայապետ հետաքրական է ուներ իր ճշմարտությունը։ Անդրանիկը պնդում էր, որ միևնույն է օսմանյան բռնատիրության դեմ այսօր 500-ամյա տիրապետությունից հետո Օսմանյան անկարելի է ամբողջ ժողովրդին ոտքի հանել։ Պիտի կռվի ազգի ծաղիկը։ Ազգը ցավոք սրտի այսօր մոլախոտ շատ ունի, բայց այդ մոլախոտը ծաղկի վերածելու համար պիտի ազգի ծաղիկը իրեն զոհաբերի։ Եվ այդպիսին էր նաև Անդրանիկը։ Աղբյուր Սերոպի եղերական մահից հետո Տարոնում հայդուկային շարժման հրամանատար է դառնում Անդրանիկը։ Այդ առիթով Սեբաստացի Մուրադն ասել է. Անդրանիկն է այդ առաջնորդը, եւ եթե անգամ նա մեռած լինի, իր դիակը մեր դրոշին հետ պետք է տարվի մեր առջևեն դեպի կռիվ եւ ազատություն։ Իսկ մի այլ առիթով Ավետիս Ահարոնյանին ասել է. Անդրանիկի հրամանին տակ կռվելը խաղուպար է։ Սասունի հայդուկների հրամանատարը Անդրանիկը ջոկատի առաջին խնդիրն է համարում Աղբյուր Սերոպի վրեժի լուծումը։ Նրանք հետապնդում եւ Գելիեգուզան գյուղում սպանում են հայության դահիճ քուրդ ավազակապետ Բշարե Խալիլին ու նրա զինակիցներին։ Այս լուսանկարում ճերմակձի հեծած Անդրանիկը կրում է այն դաշույնը, որով գլխատել էր քուրդ հրեշին։ Հետագայում 1905 թվականին Ժնևում հայդուկապետը դաշույնը նվիրում է դրոշակի խմբագրության։ Անդրանիկի կերպարը շատ հետաքրքրական է մեզանում, ինչ իմաստով որ տարբեր քաղաքական կուսակցությունների տեսանկյունից եւ փորձում ես նրա գործունեությանը գնահատական տալ, յուրաքանչյուրը փորձում է սեփականել դրական իմաստով Անդրանիկի գործունեությունը։ Վաղ պատանեկան եւ երիտասարդական տարիները առնչվում են հնչակյան կուսակցության գործունեության հետ, այնուհետև հայ-աղապական դաշնակցության հետ։ Ընդհուպ մինչև խորհրդային տարիներին Անդրանիկի այսպես ռեաբիլիտացիան խորհրդային միությունում թույլ տալու նպատակով մարդիկ կարճեցին, բնականաբար խորհրդային պատմաբանները հայտնի 1918 թվականի հուլիսի 14-ի հեռագերի հանգամանքից, երբ որ նա հեռագիր էր հղում Ստեփան Շահումյանին եւ գրեթե նրան ներկայացնում էին արդեն բոլշևիկ, որ հակվել էր դեպի բոլշևիկյան Ռուսաստանը։ Խնդիրն այն է, որ Անդրանիկի համար կուսակցությունը միայն միջոց էր։ Ընդ որում Անդրանիկին վերագրել այս կամ այն կողմնորոշում ունեցող գործչի, այսպես գործելակերպ եւ կերպար, դա եւս սխալ էր։ Նա մեր պատմության մեջ հայտնի է որպես ընդգծված ռուսամետ, բայց արդյոք դա նրան խանգարում էր, որ 1914 թվականի կամավորական շարժման ժամանակ, երբ որ նա գլխավոր եղանակ ստեղծող անձանցից մեկն էր, առաջին կամավորական գնդի հրամանատարը, Վանի 1915 թվականի Չարաբաստիկ նահանջի